մեր ճամփորդության առաջին առավոտն է, առավոտյան ժամը 10-ը եւ մենք գտնվում ենք Բրանդ այգում, պարկում։ Եթե Նյու Յորքում եք, անպայման եկեք այս պարկը, իմիջիայլոց այստեղ գոյություն ունի անվճար թուրեր, որոնք տանում են, ման են տալիս քաղաքով, քաղաքի տեսարժան վայրերով մեկ այս տարածքում, Times Square-ի տարածքում Midtown-ում գտնվող կարևոր տուրիստական տեղերը ցույց են տալիս, բայց այդ թուրերի համար պետք է անպայման նախորոք օնլայն գրանցվեք, տեղը ժամը այնտեղ նշվում է, հետո այստեղ խմբով հավաքվում են եւ թուր գայդը քաղաքով մեկ ման է տալիս, ոտքով քայլելու թուրեր են դրանք, բայց բյուջետային տուրիստների համար շատ հարմար տարբերակ է մի փոքր հիմնական քաղաքին ծանոթանալու համար։ Ուրեմն օնլայն այդ թուրերը կարող եք գտնել փնտրելով Manhattan Walking City Tours, Free City Tours in New York, այդ թուրերի վեբսայթը կարող եք գտնել եւ նախորոք բուքանել օրը եւ ժամը եւ ապա այստեղ գեղեցիկ շատրվաններ կան, այդ շատրվանների մոտից ժամը 10-ին այսօր շարժվելու ենք եւ անենք առաջին մեր քաղաքի քայլաթուրը։ Their total subscribers have been reduced. Maybe it's been fluctuating, maybe it's going back to 1931 until 1971. And nowadays the tallest is Burj Khalifa in Dubai, maybe soon another one in Saudi Arabia. Looks inside, and inside that information, knowledge basically. Say knowledge is power. Մենք գտնվում ենք Նյու Յորքի եւս մեկ շատ կարևոր տուրիստական վայրի մոտ, սա Սենթ Պատրիկ, Սուրբ Պատրիկի կաթեդրալն է, Սուրբ Պատրիկ, իռլանդացի Սուրբի եւ այս եկեղեցին կառուցել են հենց իռլանդացիները։ Երևի հիշում եք, ամեն տարի մարտի 17-ին մենք նշում ենք Սուրբ Պատրիկի օրը, որ համարվում է կանաչի օր։ Այս տաճարը գտնվում է Մանհեթենի հենց սրտում, Նյու Յորքի ամենահայտնի տեսարժան վայրերից է, ինչպես ասեցի, կառուցվել է 1878 թվականին։ Տաճարը նեոգոթական ճարտարապետական մի նմուշ է բարձրագույն սյուներով, մանրակրկիտ ապակեպատ պատուհաններով եւ շատ խաղաղ միջավայրով եւ հոգեվոր հանգիստ է առաջարկում հենց քաղաքի սրտում։ Այցելությունը անվճար է եւ բաց է բոլոր հավատքի մարդկանց համար, այնպես որ անպայման այցելեք։ Գտնվում ենք Նյու Յորքի կենտրոնական գնացքների կայարանի մոտ, սա համարվում է քաղաքի ամենատեսարժան վայրերից մեկը, սա հնագույն կայարաններից է եւ տուրիստական կարևոր ատրակցիոն է համարվում եւ հիմա մենք կմտնենք ներս։ Ահա եւ Նյու Յորքի ամենամեծ, ամենահզոր երկաթուղային կայարանում են գտնվում, որտեղից որեկան հազարավոր գնացքներ մեկնում են Ամերիկայի տարբեր ծայրերը, ամենածանրաբեռնված, ամենամեծ եւ ամենագեղեցիկ եւ ինչպես նաեւ տուրիստական հզոր մի տեսարժան վայր է այսօր։ Ահա հռչակավոր Ռոքֆելերի շինությունը, Rockefeller Building եւ Ռոքֆելերի պուրակը, Նյու Յորքի եւս մեկ կարևորագույն տուրիստական վայրերից մեկը, կարելի է ասել գլխավոր տուրիստական վայրերից մեկը եւ այսօր մենք այստեղ ենք իմիջիայլոց Ռոքֆելերի շենքի ամենավերևի հարկից, շատ գեղեցիկ տեսարան է բացվում Նյու Յորքի վրա, որ մենք այսօր կգնանք։ The ice skating rink that has been here. Հիմա մենք գտնվում ենք աշխարհի ամենահզոր քաղաքի, ամենահզոր թաղամասում, Նյու Յորքի Times Square-ում ենք, ամբողջ
աշխարհից գալիս են մարդիկ երեկոյան ժամը 10:15 է։ Իմիջայլոց մենք պարկել ենք արդեն քնելու, հանկարծ մեր հյուրանոցի պատուհանից տեսանք, թե ինչ աժոտաժ ու անսուդարձ է կատարում։ Միանգամից հագնվեցինք ու իջանք ներքև, որպեսզի մասնակցենք այս խրախճանքին։ I know that tonight is fire. Բարև ձեզ, այսօր մեր երկրորդ օրն է մեր ճամփորդության, առավոտ ժամը 10-ն է եւ մենք այսօր վերցնում ենք Big Bus հոպ-on-հոպով տուրը եւ շրջելու ենք Նյու Յորքի կարևորագույն տեսարժան վայրերով։ Գնացի եւ happy birthday! Մեր birthday տուրը սկսվում է։ Արտ մյուզեյումը արվեստի թանգարանը եւս մեկ տեսարժան վայր այս քաղաքի համար գնաց։ Հաջորդը Նյու Յորքի կենտրոնական զբոսայգին Central Park, հսկայական մի տարածք է մեծ ծառերով, կանաչապատ, ժամը անցկացնելու համար, մարդիկ առավոտվանից գալիս են այստեղ խոտերի վրա պիկնիկ են անում, հանգստանում են, իրենց կենդանիների հետ զբոսնում են, առնվազն 2-3 ժամ պետք է այստեղ, որ ամբողջ այգին կարողանաս անցնել եւ տեսնել։ Անմիջապես Central Park-ի սրտում է գտնվում այս հին հուշարձանը, պատմական հուշարձանը, որ այստեղ է տեղափոխվել Եգիպտոսից, այսինքն Եգիպտոսից նվեր է եղել Նյու Յորքին, ասում են, որ այս արձանն ավելի հին է, քան ինքը Հռոմը։ Արձանը կոչվում է Կլեոպատրայի ասեղ, Cleopatra's Needle, եւ Նյու Յորք քաղաքին է նվիրաբերվել 1881 թվականին։ Հասավ պիցային եւ ահա սա Նյու Յորքյան ճանաչված պիցան է, անպայման պետք է փորձենք։ Էս ինչ սոված ենք։ Մենք գտնվում ենք Ամերիկայի ամենահզոր քաղաքի ամենահզոր կամուրջի վրա, Brooklyn Bridge։ Գալ Նյու Յորք եւ այս կամուրջի վրայով չանցնել չի կարելի։ Այլ այսպես ասած ցանկությունների դարպասն է մարդիկ իրենց
Ամեն մեկը մի բան կողպեք, մազի, ռեզին, կախում են այստեղ իրենց ցանկությունների իրականացման համար։ Որոշեցինք մեր ներդրում լուման ունենալ այստեղ։ Մենք ուրիշ բան չունենք, բայց ունենք ականջակալներ, մեքենայից վերցրել։ Արի, ի ցանկություն ես պահում։ Միասը։ Ահա, այստեղ եղել ենք նաև մենք։ Ուրեմն Բրուքլին բրիջը, Բրուքլինի կամուրջը, Բրուքլինում, Նյու Յորքում միացնում է երկու թաղամասերը, Բրուքլինը Մանհեթենի հետ եւ ներքևով հոսում է գետը, որը կոչվում է East River, ահա գետը։ Եվ ընդամենը երևի մի 10 րոպեվա ճանապարհ է եւ այս երկու թաղամասերը միացնում է իրար։ Մենք արդեն Մանհեթենի մասում ենք։ Ուրեմն Մանհեթենը եւ Բրուքլինը Նյու Յորքի երկու տարբեր թաղամասեր են։ Ընդհանրապես Նյու Յորքը բաժանվում է 5 մասի, բաղկացած է Մանհեթեն, Բրուքլին, Քուինս, Բրոնքս եւ Ստեյթեն Այլենդ։ So այս ամբողջը միասին կազմում է Նյու Յորքը։ Բարի լույս Նյու Յորք, բարի լույս աշխարհ։ Այսօր մեր ճամփորդության 3-րդ օրն է եւ մենք մեր ծրագրում բավականին տեսարժան վայրեր ունենք մտնելու։ Դե ինչ, գնացինք։ Ահա եւ մեր առաջին ստոպը արեցինք Նյու Յորքի կարևորագույն խոշորագույն տեսարժան վայրերից մեկն է, սա Macy's խանութն է, բայց ոչ միայն սովորական առևտրի կենտրոն է, սա համարվում է Ամերիկայի ամենամեծ Macy's-ը եւ ամենահին խանութը, որը կառուցվել է։ Իհարկե այստեղ նաեւ ասում է, որ սա world largest store, աշխարհի ամենամեծ խանութ է։ Մի քիչ մոտ կասկածներ է դա առաջացնում, բայց համենայն դեպս տուրիստական կարևոր տեսարժան վայր է։ Հաջորդը Ամերիկայի եւ Նյու Յորքի ամենակարևորագույն տեսարժան վայրերից մեկը եւ տեսարժան շինություններից մեկը Empire State Building-ը։ Empire State Building-ը նշանավոր երկնաքարե, որը գտնվում է Նյու Յորքում եւ ավարտվել է 1931 թվականին։ Այդ ժամանակ եղել է աշխարհի ամենաբարձր շենքը, ունենալով 443 մետր բարձրություն, ներառյալ ալեհավաքը։ Կառուցված է Art Deco ոճով եւ ունի 102 հարկ։ Հանդիսանում է զբոսաշրջիկների սիրված վայր, հատկապես 66-րդ եւ 102-րդ հարկերի դիտակետերը, որտեղից բացվում է հիասքանչ տեսարան դեպի քաղաքը։ Այն ամերիկյան նորարարության խորհրդանիշն է եւ Նյու Յորքի երկնաքարերի նշանավոր հարկ։ Երբևէ չէի էլ պատկերացնի, որ Նյու Յորքում այսքան շատ, այսքան շքեղ ու այսքան հին ու նշանակություն ունեցող ճարտարապետական շինություններ կան եւ եկեղեցիներ կան, ամեն քայլափոխի եւ դրանցից մեկը հիմա մենք կմտնենք։ Նույնիսկ եկեղեցում մտնելուց առաջ պետք է security ստուգում անցնենք ապահովության համար։ As I walk through the valley of the shadow of death, I take a look at my life and realize there's nothing left. Cause I've been blasting and laughing so long that even my mama thinks that my mind is gone. But I ain't never crossed a man that didn't deserve it. Be treated like a punk, you know that's unheard of. Հաջորդ ստոպը Նյու Յորքի ազգային թանգարանը, նույնպես պատմական մեկ տեսարժան վայր, որտեղ պետք է մտնել։ Գնացինք։ Հաջորդը մենք հիմա գտնվում ենք 9/11 հուշարձանի մոտ։ Այստեղ սեպտեմբերի 11-ին տեղի ունեցավ այդ տխրահռչակ իրադարձությունը, տերորիստական ակտի պատճառով, երբ այդ երկու հզոր շենքերը, բիզնես ցենտրները պայթեցին եւ այսօր այստեղ հուշահամալիր է բոլոր զոհերի հիշատակին նվիրված։ Այստեղ առաջին շենքն էր վերխոյանում եւ մի փոքր այս կողմ արդեն եւ երկրորդ շենքը։ Եվ որոշեցին, որ այլևս այստեղ շենքեր չեն կառուցելու, փոխարենը հուշահամալիր կառուցեցին շատրվաններով ի հիշատակ
բոլոր զոհվածների։ Եվ անմիջապես այդ հուշահամալիրի հարևանությամբ գտնվում է Financial District-ը, Նյու Յորքի Trade Center է կոչվում, գեղեցիկ պուրակ է, գեղեցիկ ձևավորված այգիներով, կանաչով, ժամանցի վայրերով, հետաքրքիր լուծումներով, արձաններով, հիմա կմոտենանք այնտեղ։ Ուրեմն այս տարածքը կոչվում է Wildlife Wonders, վայրի կյանքի հրաշքները, տարբեր տեսակի կենդանակերպից արձաններ են, բոլորը միասին։ Իմիջայլոց նմանատիպ մի բան էլ կա Լոնդոնում, որը մի սեղանի շուրջ հավաքված նստած են վայրի աշխարհի բոլոր կենդանիները եւ խորհրդանշում է համերաշխություն, թե ինչպես տարբեր կենդանիներ վայրի եւ ընտանի միասին նստած մի սեղանի շուրջ հաց են ուտում եւ անգամ երկու աթոռ էլ այստեղ ազատ է թողնված, որպեսզի մարդիկ իրենք նույնպես միանան այդ խրախճանքին, այսպես ասած մի սիմվոլիզմ է մարդկանց եւ կենդանիների։ Եվ այսօրվա օրավարտում ենք Նյու Յորքի ճանաչված Broadway շոուով, որը կոչվում է Chicago, մենք գտնվում ենք Ամբասադոր թատրոնում, դիտելու հանրահրճակ Chicago շոու, երաժշտական ներկայացում, մյուզիկլ։ Վաղ առավոտյան զբոսնում եմ Նյու Յորքով, ժամը 4-ն է առավոտյան, համեմատաբար ավելի հանգիստ է Times Square-ում, բայց մարդիկ կամաց արդեն հավաքվում են, նույնիսկ բարով զույգեր եմ այնտեղ տեսնում։ Դե ինչ հասնեմ, Նյու Յորք, ես իհարկե Նյու Յորքը հրաշք է, իհարկե չկա Նյու Յորքի նման։ Այսպես բարի օր, մեր 4-րդ օրն է այսօր, սկսում ենք մեր ազատ օրը, այսօր մեզ համար ազատ օր է և գնալու ենք այն տեղերը, որտեղ որ չենք եղել դեռևս։ Նյու Յորքի փողոցներում այսպիսի ապարատ կա և մոտենում ենք, տեսնենք ինչ է սա։ Ուրեմն հեռախոսի charger, free calling, 311 city services, կարող եք ձեր հարցերը տալ և պատասխանները ստանալ ձեր ցանկացած լեզվով, ցույց է տալիս ժամը, օրվա ջերմաստիճանը, free Wi-Fi, նաև GPS կա, որ կարող եք գտնել ձեր ճանապարհը, emergency service, և այսքանը հրաշալի է, առաջի անհրաժեշտության բոլոր ծառայությունները կան։ Ուրեմն վերջապես հասանք Նյու Յորքի ամենակարևոր սիմվոլներից մեկին, այս մետաղական ոսկե փուլը տեղադրված է Broadway փողոցի վրա, Wall Street-ի կենտրոնական մասում և համարվում է ֆինանսական և հաջող բարեկեցության խորհրդանիշը և բոլոր մարդիկ, բոլոր տուրիստները գալիս են այստեղ ժամերով հերթ են կանգնում, որ նկարվեն այս կենդանու հետ ֆինանսական խորհրդանիշի հետ, հիմա մենք էլ կհաջողացնենք։ Մենք եկել ենք Carnegie Hall, աշխարհի հռչակավոր համերգասրահներից մեկը։ Carnegie Hall-ը աշխարհի ամենահեղինակավոր համերգասրահներից մեկն է, որը գտնվում է Նյու Յորք քաղաքում։ Այն բացվել է 1891 թվականին բարերար Էնդրյու Կարնեգիի ֆինանսավորմամբ։ Այն հայտնի է իր բացառիկ ակուստիկայով և հյուրընկալել է բազմաթիվ լեգենդար կատարողների, դասական, ջազ և փոփ երաժշտության ոլորտներից։ Այստեղ են ելույթ ունեցել Չայկովսկին և Բիթլզները։ Հոլը ներառում է 3 համերգասրահ, որոնցից գլխավորն է պատմական Stern ամֆիթատրոնը։
Շատ հետաքրքիր անակնկալ, շուտով այստեղ ելույթներով հանդես է գալու մեր հայրենակից Կարինե Պողոսյանը, դաշնակահարուհի, ելույթ է ունենալու Արամ Խաչատրյանի երաժշտությամբ, համերգը տեղի է ունենալու հունիսի 10-ին, ժամը երեկոյան 8-ին, եթե այստեղ եք լինելու, խնդրեմ համեցեք։ Եվս մեկ կարևոր շինություն Նյու Յորքում, Trump Tower-ը։ Trump Tower-ը Նյու Յորքում բազմահարկ շինություն է, բաղկացած 58 հարկից, Մանհեթենի Միդթաունում։ Այն կառուցվել է եւ ավարտվել 1983 թվականին Դոնալդ Թրամփի կողմից։ Շենքը ներառում է շքեղ բնակարանային համալիրներ, գրասենյակային տարածքներ եւ բարձրակարգ խանութներ եւ ռեստորաններ։ Այն հայտնի է իր ապակեպած ճակատով, շքեղ ինտերիերով եւ հանդիսանում է Թրամփի կազմակերպության գլխավոր գրասենյակը։ Շենքը համաշխարհային ուշադրության արժանացավ Դոնալդ Թրամփի նախագահության ընթացքում, դառնալով քաղաքական եւ մեդիայի կենտրոն։ Գեղեցիկ օրը սահմանափակում ենք ընթրիքով, շատ գեղեցիկ, հնաոճ այս գեղեցիկ ռեստորանում, որը կոչվում է Old Fashioned Way, հենց Times Square-ի հարևանությամբ գտնվող ամբասադոր թատրոնի հարևանությամբ այս գեղեցիկ ռեստորան։ Եվ այսպես, այսօր մեր ճամփորդության վերջին օրն է։ Նախավերջին։ Դե հա, վերջին օրը, որ մենք պիտի սենց ֆուլ անցկացնենք։ Եվ այսօր շատ կարևոր է մեզ համար, որովհետև գնալու ենք ուր դու ասի գնալու ենք ազատության արձանը տեսնենք, այն ամենը Statue of Liberty. This is what New York about. Այսինքն չէ ասում։ Ոչ միայն Նյու Յորքի, այլև կարելի ասել Ամերիկայի խորհրդանիշը, Statue of Liberty։ Եվ հիմա մենք կայարանում ենք արդեն, շատ լավ եղանակ է, գնաց։ Liberty Island գնալու նավը նստելու համար պետք է այս security ստուգումը անպայման անցվի, ինչպես աերոպորտում։ Համարյա յուրաքանչյուր 20 րոպեն մեկ նավը մեկնում է, բայց սա գարնանային սեզոնին անպայման գալուց առաջ ստուգեք օֆիցիալ վեբսայթերը եւ տոմսերը խորհուրդ է տրվում առնել օֆիցիալ վեբսայթից on-line տարբերակով, որովհետեւ տեղում, պարկում, եթե տոմսեր առնեք, հնարավոր է, որ այդ ժամին այդ պահի համար տոմս չլինի կամ այդ օրվա համար չլինի եւ դուք իզուր տեղը կորցնեք ձեր ժամանակը։ Ազատության արձանը գտնվում է Liberty կղզում, Նյու Յորք քաղաքում։ Այն Ամերիկային նվիրել են ֆրանսիացիները։ Արձանի մետաղական կառուցվածքի հեղինակը հենց ինքը Էյֆելն է։ Liberty գլխի վրայի այդ պսակը, փշերի պսակը ունի 7 փուշ, որոնք խորհրդանշում են աշխարհի 7 աշխարհամասերը եւ 7 ծովերը։ Աջ ձեռքում արձանը պահել է ջահը, որը լույսի, լուսավորության եւ ազատության խորհրդանիշն է, իսկ ձախ ձեռքում բռնած այդ սալիկը խորհրդանշում է օրենքների գիրքը, օրենքի գերակայությունը եւ դրա վրա գրված է July 4 1777, այսինքն անկախության հռչակագրի տարեթիվը։ Ոտքերի մոտ շղթաներ են, կոտրված շղթաներ, որոնք դե խորհրդանշում են ազատություն։ Արձանը կառուցված է պղինձից, դրանով էլ պայմանավորված է նրա կանաչ գույնը։ Եվ հիմա մենք մեկնում ենք երկրորդ կղզին, մեկնում ենք հրաժեշտ ենք տալի ազատության արձանին եւ մեկնում ենք երկրորդ կղզին, Ellis Island, նույնպես պատմական նշանակություն ունեցող վայր է։ Ահա այս թանգարանը էմիգրացիային նվիրված թանգարանն է եւ հենց այդպես է կոչվում է National Museum of Emigration։
Առաջին էմիգրանտները երբ եկել են նավով, անմիջապես իջել են հենց այս կղզին, եկել են հենց այս տարածքում, registration room-ն է եղել, որտեղ մարդիկ օրերով սպասել են իրենց հերթին։ Այսօր սա թանգարան է և պատմում է այդ դեպքերի մասին։ Մարդկանց ռեգիստրացիաների սեղանները և նմուշներ։ Անկյունում ցույց են տալիս առաջին էմիգրանտները ինչպես են եկել այստեղ իրենց ճամփրուկներով, իրերով, ազատության երկիր Ամերիկան։ Եվ այստեղից սկսվել է ամերիկյան երազանքի իրականացման սկիզբը։ Ellis Island-ի ժամանակաշրջանում, Emigration ժամանակաշրջանում 1892-ից 24 թվականներին Ամերիկայի առողջապահական ծառայությունները պարտավորվածություն ունեին բժշկական ստուգում անցկացնելու բոլոր իմիգրանտներին և այդ ընթացքում ստուգել են և բուժման են ենթարկել մոտ 12 միլիոն էմիգրանտների։ Վայ, ուրեմն մեր կրուիզից հետո ուղիղ 2 ժամ Նյու Յորքով քայլեցինք, գնում ենք մի հատ ճարտարապետական գեղեցիկ շենք կա այստեղ, որ մեզ խորհրդվեցի, որ անպայման պետք է այդ շենքը տեսնենք, ասինք լավ, գնանք այդ մեկն էլ տեսնենք, բայց այնքան հոգնած ենք ճանապարհին, այս գեղեցիկ գարդենը հանդիպեցինք, կոչվում է Highline Park, ոնց որ կամուրջի վրայով մի փողոցից մյուս փողոցը կամուրջ է գնում ու վերևը ամբողջությամբ այս այգին էս պուրակն է գնում, մի փոքր տեղ հանգստանում ենք եւ մեր հաջորդ կետը կոչվում էր Hudson Fields։ Գնում ենք այդ շինությունը տեսնենք։ Բոլոր պայմանները կան մարդկանց հանգստի համար։ Հրաշալի է։ Բաղուց է երազում, որ կես անենք, հանգստանալիքի։ Oh, okay. Չեմ հավատում, վերջապես հասանք։ Այս դրա համար մենք արդեն 3 ժամը քայլում ենք։ Ինչ է սա Իրանից ներկայացնում, ընդամենը ճարտարապետական մի այսպիսի կառույց է, աստիճաններով բարձրանում ես ամենավերևը և վերևից տեսարան է բացում քաղաքի վրա։ Եվ վերջում ցանկացած ճամփորդություն գեղեցիկ եզրափակելու համար անպայման պետք է քաղաքի ամենաբարձր կետից հմայվել գիշերային տեսքով քաղաքի և մենք գտնվում ենք հիմա Ռոքվելլեր կենտրոնում, դրա հարևանությամբ գտնվող ամենաբարձր գագաթից բարձրանալու ենք, կոչվում է Top of the Rock և այնտեղից զմայլվենք գիշերային Նյու Յորքով։ Գնացինք։ Ուրեմն նախքան վերև բարձրանալը կինոթատրոն կա այստեղ, փոքրիկ մի 5-10 րոպեանոց ֆիլմ են ցուցադրում, պատմական ակնարկ, այս շինության կառույցի մասին առաջին օրվանից մինչև այսօրվա օրը։ I wanna be a part of it. New York, New York. These vagabond shoes. I want
vagabond shoes. Where the moon I'm there today. I wanna be a part of it. New York, New York. These vagabond shoes. Ահա եւ ավարտվեց եւս մեկ արկածային ճամփորդություն։ Նյու Յորք, չկարող եմ ասել։ Ես զարմանալիորեն, հաճելիորեն ցնցված եմ Նյու Յորքից։ Նյու Յորքը այն քաղաքն է, որը երբեք չի քնում։ Նյու Յորքը այն քաղաքն է, որը կյանքդ գոնե մեկ անգամ պետք է տեսնես։ Նյու Յորքը այն քաղաքն է, որտեղ տեղ չկա փուլերի համար։ Նյու Յորքը հաղթողների եւ ուժերների քաղաքն է։ Չգիտեմ, երբևէ կգամ ես նորից Նյու Յորք, բայց ուզում եմ խոստովանել I love New York. Շատ սիրեցի Նյու Յորքը։ Նորաբան եմ բախտից, որ ես հնարավորություն ունեցա տեսնելու այս հզորագույն, գերագույն գժոտ քաղաքը։